դատարան հարկեր չեմ դնում, հարկեր չեմ դնում ինչու, որտեղ Ախորենքն մեզ հնարավորություն տալիս կողմերով դիրքորոշում հայտնելու աշխատանքների մեջ փոխելու դրանց վերաբերության թույլատվության ամենահարցերին անդրադառնալու ուստի հնարավորից հարկեր խոսամ ի սկզբանե ոգեփորում օրենքների կողմից ներկայացված բազման խոսքի երկում, այսինքն պայմանական ասած իսակովի դեպքում։ Լավաժան դատարան Գիտական դատավորության օրենսգիրքը կոնկրետ արգելի հանրային մեղադրողի վրա պարտականություններ է դնում։ Պարտականություններ է դնում և պատասխանատվությունը նաև սահմանում այն որոշումների համար, որոնք ընդունվել են միջդատական որոշում և այն գործողությունների համար, որոնք դատարանում կատարվել և կատարվել են։ Ես ողջունում եմ Հոլակիմյանի դիրքորոշումը, որ նույն առողջությամբ ինչ-որ ընթերցվել է գույքային հայցը և որտեղ որ 54 անգամ հանցավոր բառը տարբեր օրովումներով բերվել էր և վերագրվել էր պարոն նախագահին, երբ որ նայում ենք քրեական դատավորության օրենսգրքի կարգավորումները, տեսնում ենք, որ բարոյթի հանրային մասնակիցը այդպիսի դիմում ստանալու դեպքում արտավոր է ներողություն խնդրել արտանացված, ռեաբիլիտացված մեղադրյալից։ 54 անգամ պարոն նախագահին վերավոր, այսպես ասած, փորձել է կպցնել հանցավոր, հանցագործություն, հանցավոր սխեմա, հանցագործներ։ Ես հիշելու եմ այն, երբ որ ես քրեական գործը հասնի իր դրամանական վաղճանին, բարոյթ իրականացնող ներողություն, չի ոչ թե բարոյթ իրականացնող, այլ հանրային մասնակցին դիմելուց առնվազն 54 անգամ ներողություն հայցելու հրապարակային պահանջ են ներկայացնելու, հաշվի առնելու այն տվյալները ինչ-որ վերնավ կան։ Մեղադրանքի հետ կապված հարգելի դատարան ոչ մեկին հետ չի, որ այս գործը խարսխված է մի հիմնական ապացույցի վրա, ինչի վրա հարգելի պարոն Հոլակիմյանը, որ շեշտադրում է կատարում, դների մասին խոսելուց դրան գործագետի եզրակացում է։ Եվ ամեն անգամ նշում, ես մի ունինակ իմ մոտորակի նշեցի, ընդհանրապես ես ուղղակի հնչեցնեմ 540 միլիոն դրամով է վաճառվել։ 2006 թվականին 2 հեկտար հող։ Դա 20 տարի առաջ եղել, մենք բոլորս եղել ենք այդ ժամանակ չափած, նաև որոշակի քաղաքացիական գործարքներ ենք ընկել, աշխատավարձեր ենք ստացել։ Ես հիշում եմ շատ հստակ, որ այդ ժամանակ իմ աշխատավարձը ընդհանրապես 60,000 դրամ էր։ Երբ որ ես անցանում էի, եթե չցողնում քնիչ էր այդ ժամանակ, երբի պարոն Հոլակիմյանն էր այդ ժամանակ քնիչ աշխատած կլինի 60,000 դրամ։ Իսկ պարոն նախագահը ընդհանրապես 2 հեկտար հողը վաճառել է 540 միլիոն դրամով։ Որ այս իրավական վեճը չառաջանար հասնել դատարանին, ես նախաքննության փուլում ողջամիտ առաջարկներ անեցի հարգելի քննիչին և դիմեցի հարգելի պարոն Հոլակիմյանին։ Խնդրանքս հետևյալն էր. ստանալ այն փաստական տվյալները, որի հիման վրա գործագետը որոշել էր, որ ընդհանրապես 540 միլիոն դրամը 20 տարի առաջ վաճառված հողամասի համար էժան է։ Տվյալները չտրամադրեցին։ Ինչ ասեց գործագետը, ասաց առաջնորդվել են գինդով, ասեցի տվեք մենք էլ կարդանք այդ գինդը և բազեցինք, որ այդ նույն ժամանակահատվածում նույն տարածքներում մոտավորապես Մալազիայի սեփականության համենքով 661 գույք կա մոտարվել։ Դիմեցի մարդ իրականացնող մարմին, օրենականության նկատի հոսքողություն իրականացնող հարգելի դատախազին, ասեց ես տվյալները ստացեք։ Տվյալների հարցություն չկա, քանի որ ընդհանրապես այս թվական տվյալները շատ բավարար էին, որ այս գործը գա դատարան։ Ինչ է ասում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց նշեցի ու կարևորեցի, քանի որ սա մեղադրանքի առանցք գործագետի եզրականությունները։ Ես այդ վերաբերելի հարցերով հիշեցնեմ պատվոսան դատարանի Խոսացել են հավանական փուլում այդ միջնորդությամբ մենք հանդես ենք գնում։ Իսկ թե ինչի է Հոլակիմյանը այդպիսի սեկ բնութագիշները գնահատում ընդհանրապես 540 միլիոն դրամը, երբ որ մենք այդ ժամանակ 60,000 դրամ աշխատավարձ ենք ստացել, անկեղծ ասած չգիտեմ։
բայց ես փորձել եմ հետաքրքրվելու մատակարարող, մենք կաշկանդված ենք, չունեն գործիքա կազմել պաշտպաններս, մերժվում են անձնական տվյալների պատճառաբանությամբ, մերժվում են արխիվացված լինելու պատճառաբանությամբ և այլ տարբեր պատճառաբանություններով ստանալ այդ քաղաքից տարածքներից ոռնամասերի վաճառքների վերաբերյալ տվյալները, որը ստանալու դեպքում պատմական դատարան դուք չեք ծանոթ, մենք չենք դատարան 54 անգամ ներողություն, այցելու պարտավորություն, վաղը դատախանությունը չեն ունենում։ Բայց հիմա ունենք են ինչու՞մ է։ Ասեմ հաջորդ դրվագի, որը պայմանական, այսպես կոչենք, Սիլվայի դրվագ։ Ասած, մենք միշտ այս մեղադրանքին վերաբերվում ենք հումորով ու չենք մտածել, անկեղծ ասած, որ այս գործը կարող է գա հասնի դատարան։ Ես ընկան պատվարժան դատարան փորձեցի դետալային հասկանալ ինչպես է եղել, որ այս մեղադրանքը կարողացել է հասնել դատարան, փորձանելու պրոյ, ստիպած մի միտք առաջացավ, որտեղ այդ տվյալները գործում ուղիղ են, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշումներ, դրանց ստիպան այդ գործով չպարզված ոստիկանի անվանությունը ո՞նց է 26 միլիոն դոլարի ծնով են քաղաքի գումարը փոխանցել, հարց առաջացավ մի հատ նայել ինչքան է քաշը։ Լավագույն դեպքում հաշվենք օգուտ մեղադրանքի կողմի եմ ես կալկուլյացիան այսպես արել, $100 բազից որ գրամ 27 կիլո պետք է գումար լիներ, մի 2 կիլո պայուսակ, մենք է Սիլվա համբարձում եմ, ես պատկերացրեցի ՎՏԲ բանկի մոտի 27 կիլո այդ խիչքինը սենց քաշտալով տանում է ոստիկան եմ անդարի։ Ես մեղադրանքը դող ջան, իրականում $100 թղթադրամը 1 գրամ 27 կիլո, հիմա չգիտեմ դալիճում հստած աղջիկները այդ փորձանորությանը իմ խնդրանքով կմասնակցեն, թե 27 կիլո, ասենք, հանեն սեյակից, տանեն դուրս, մենք կշռակալ կբերենք։ Էսը, մենք տարինակությունները պատվարժան դատան, մի ոստիկան ասեն, որ ուրիշ ոստիկան լիներ, կնդապետի սարիքություններից, բար է, տարցիկով էլ ես, 27 միլիոն պաշտպանտալ մեկի, ու դարնար դա մեղադրանք, ճիշտ ասած այս մասին շատ բան է խոսելու, բայց կաշկանդված են, որոնքով մեղադրանքի վերաբերյալ մեկը անկեղծ բացարձակ հիմնավորված չի, ցանկությունների փուլումը, մեկը մեր տրամադրությունը լավ կտա։ Սիլվա անվանությունների դրվագի 27 կիլոյի գործարարությունը երևի կխնդրենք անեն, որովհետև փաստական տվյալները այդպիսին են։ 10 կիլոյի տնից տարել էր ման, 17 կիլո ավելացրել էր տարել չուկեմ։ Ես չի դեպքերի դատան։ Խոսքեր չկան, մեղադրանքները ապրելու հնարավորություն չունեն։ 54 գումարած 1։ Սիլվայի մեղադրանքի լավ տրամադրությունը հաշվի առնելով խնդրում դատախազությանը ռեաբիլիտացման ժամանակ 54 ներողություն, Սիլվայի դրվագով 1 լավ տրամադրության համար։ Շնորհակալություն։